ես չգիտեմ հանուն ինչի պետք է Ռուսաստանը Իրանին այդպիսի լավություն անի եւ որոշակի ջանքեր գործադրի, իսկ դա նշանակում է ինչ որ բաներ նաեւ զիջի Միացյալ Նահանգներին, եթե ինչ որ բան եթե խնդրում ես, ինչ որ բան պետք է պատրաստվես դրա դիմաց տալ։ Իրանի հարցում լրիվ հակառակը, ես կարծում եմ, որ Իրանը սխալ հաշվարկ է արել, եթե այդպիսի հաշվարկ կա ընդհանրապես, եւ ավելի շուտ Միացյալ Նահանգներից Ռուսաստանը կուզի ստանալ բաներ Ուկրաինայում, այդ թվում ձեր նշած օրինակ Ղրիմի ճանաչումը առնվազն, հա, եւ դրա դիմաց հակառակը կամ աչք փակել ճնշումների վրա Իրանի հանդեպ, կամ դեռ մի բան էլ ավելի, հա, ասենք Իրանի դեմ ինչ որ համատեղ գործողություններին մասնակցել, չեմ ասում բացահայտ, բայց ստվերային ձևով ինչ որ օրինակ դադարեցնել այնպիսի տեխնոլոգիաների մատակարարում Իրանին, որոնք կարող են նպաստել նրա բալիստիկ ծրագրին կամ նույնիսկ միջուկային զենքի ստեղծման ծրագրին, հա։ Հիմա այդ իմաստով իհարկե միակ բանը, որ պետք է հաշվի առնել, որ մեծ հաշվով իհարկե Ռուսաստանը շահագրգռված չի Իրանի թուլացմամբ տարածաշրջանում, որտեղ Թուրքիայի եւ այսպես կոչված թուրքական աշխարհի դերն է մեծանալու արդյունքում, որը իհարկե Ռուսաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու, ինքը արդեն Ղարաբաղում իր դավաճանական պահվածքի հետևանքները հիմա այսպես քաղում է, բայց դա արդեն վերջը կլինի, եթե Իրանն էլ տապալվի տարածաշրջանում եւ Թուրքիան դառնա լիակատար այսպես հեգեմոն իր դերերում հայտնվի այս տարածաշրջանում, այդ իմաստով իհարկե Ռուսաստանը ինչքան էլ որ ժամանակին հիշում եք Պեսկովն էր կարծեմ ասում, որ եթե Ռուսաստանը ստիպված լինի լքել Հարավային Կովկասը, ապա մենք ավելի շահագրգռված կլինենք, որ այդտեղը զբաղացնի Թուրքիան, այլ ոչ թե Արևմուտքը։ Բայց ամենայն դեպս, եթե դա նաև Իրանի հաշվին տեղի ունենա, դա նշանակում է անվերադարձ իր համար կորցնել Հարավային Կովկասը, ինչը ամեն դեպքում տեղի ունենալու, որտեղ տեսանելի է, որ Ռուսաստանը այլևս ի վիճակի չէ ոչ ռեսուրսային առումով, այդ թվում քաղաքական ռեսուրսների, հա, ոչ է ռազմական առումով պահել Հարավային Կովկասը, ինքը արդեն խնդիրներ ունի Հյուսիսային Կովկասում, հեսա Կադիրովի հարցերը պարզ չի թե ինչով են ավարտվելու Չեչնիայում եւ ինչ պայթուն է այնտեղ տեղի ունենալու, որտեղ այդ ամբողջ դիկտատորական համակարգը մեծ դիկտատուրայի ներսում, այդ փոքր դիկտատուրան չեչենական կառուցված էր Կադիրովի վրա, որը այսօր եկուց է, հա, նկատի ունենանք ոչ միայն առողջական իր վիճակը, այլ նաև քաղաքական, որտեղ արդեն տեսանելի է, որ Ռուսաստանում չեն կարողանում այլևս պահել Կադիրովին, որտեղ շատ մեծ դժգոհություն կա վերնախավերում եւ ժողովրդի մեջ Կադիրովական այդ հանցավոր խմբավորումների գործունեությունից, նրա հավանավորության տակ գործող Ռուսաստանում այդ միլիարդավոր դոլարների սուբսիդավորումից, որը գնում է իրեն լրիվ ինքը զբաղված այնտեղ ռուսական բյուջեի թալանով ըստ էության եւ շատ տեսանելու մասշտաբներով եւ վերջինը այն էր, որ ըստ էության համաձայնություն չտրվեց Մոսկվայի կողմից Կադիրովի որդուն իշխանության փոխանցման այդ պրոցեդուրան սկսել, որտեղ Կադիրովը քանի որ զգում է այսօր եկուցե, ինքը արդեն սկսել է իր կրտսեր որդուն այսպես պատրաստել մի անտառաճանաչ հանձնավորության, արդեն մեդալներ են նրան շնորհում եւ այլն, որ չափահասել չէ նույնիսկ, հա, այսպես պատրաստել փոխարինողի կարգավիճակում Ռուսաստանից Պուտինը հասկացել էր, որ չէ, հնարավոր չի, տենց չեն կարողանա ուղղակի պահել, հա, ինչքան էլ ուզում ա դու քեզ թվում ա թե դու այնտեղ հիմա աստված ես, բայց դու վաղը որ չլնես, այդ երեխան չի կարողանալու իշխանություն պահի, ինչքան էլ կողքը քո հավատարիմ մարդիկ հավաքված լինեն։ Եվ վերջի շտրիխը Վալդբերիսի գործում էլի Կադիրովի շահերի դեմ որոշումներ Ռուսաստանի դատարանի։ Դա այդ ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռեսուրսները սպառվում են։ Եվ իրեն պետք չի իհարկե մեծ հաշվով եւ միակ այսպես բռնվելու տեղ Իրանի համար դա է, որ Ռուսաստանին ձեռ չի տա, որ Իրանը կործանվի, տապալվի, բայց Տրամպի որոշումը չաջակցել Իսրայելին Իրանին հարվածելու հարցում ավելի շուտ էր կայացվել եւ ես չեմ կարծում, որ կապված է Ռուսաստանի միջնորդության հետ, որևէ կերպ կարող է կապված լինել կամ ազդեցության հետ։ Դա ավելի շատ կապված է նրա հետ, որ Միացյալ Նահանգները հիմա բավականին բարդ բոլորի դեմ պատերազմի, տնտեսական պատերազմի մեջ է մտել։ Եվ այդ բոլորի դեմ պատերազմի համար նույնիսկ Միացյալ Նահանգների պես հզոր եւ հարուստ պետության ռեսուրսները չեն բավականացնում։ Եվ մի քանի վտանգավոր, այսպես նախանշաններ կան, որ աշխարհի դեմ այս պատերազմը տնտեսական Միացյալ Նահանգները կարող է եւ պարտվել։
Դա կապված է հատկապես նրա հետ, որ միշտ այսպիսի ճգնաժամերի ընթացքում, երբ որ միջազգային շուկաները ցնցվում էին, հա, ճգնաժամերից ամբողջ աշխարհի կապիտալները վազում էին դեպի դոլար, այսինքն ակցիաների վաճառք էր տեղի ունենում, որոնք անկում էին ապրում եւ գնում էին դոլար կամ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ամերիկյան պետական պարտատոմսեր, հա, որը որ համարվում էր ամենակայուն, վստահելի աղբյուրը եկամուտի, շարունակական եկամուտի, թեկուզ ոչ մեծ, հա, եւ դրա արդյունքում շահութաբերությունը այդ պարտատոմսերի նվազում էր եւ Միացյալ Նահանգների պարտքը էժանանում էր իր վրա։ Իսկ այսօր Միացյալ Նահանգները խոշորագույն պարտք ունեցող երկիրն է աշխարհի, հա, 37 տրիլիոն դոլարի մասն է խոսքը, ամեն տարի իր միայն բացասական առևտրային սալդոն 1 տրիլիոնից ավել է, հա, աշխարհի հետ առևտրի մեջ եւ դա իր պարտքով ենք փակում ըստ էության, որը որ հասցրել է իր բյուջեի դեֆիցիտը տարեկան 6%-ի եւ հիմա Տրամպին անդադ հորդորում են իր շրջապատի խոշոր բիզնեսմենները, չեմ ասում խորհրդականները, որտեղ պարզ չէ խորհրդականները ինչ են հաշվարկել, բայց հորդորում են նվազեցնել ուրեմն դեֆիցիտը գոնե 3%-ի։ Ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ միշտ այդպես էր լինում, բայց այս ճգնաժամի արդյունքում առաջի անգամ պատմության մեջ կապիտալները չվազեցին դեպի դոլար, իսկ դեպի ամերիկյան պարտատոմսեր մի պահ եղավ շարժ եւ դրա մասին ես ասացի, որ եթե սա հաջողվում է, Տրամպը իրոք կարող է հաղթանակ տոնել, որտեվ 5%-ից նվազեց 4%-ի համարը, հա, կլորացնում եմ թվերը, 4.90 քանիս էր, այդպես 4%-ի իջավ, այդ նշանակում է, որ 20%-ով նվազեց, հա, 5%-ի եւ 4%-ի տարբերությունը, այդ երկու թվերի 20% է, նվազեց Միացյալ Նահանգների բեռը պարտքի 20%-ով, որտեղ ինքը ամեն տարի սպասարկում է իր պարտքը իր ռազմական բյուջեի չափով 800 միլիարդի չափով համարյա փող մենակ պարտքի սպասարկման վրա, ոչ թե մարման, այս սպասարկման վրա է տալիս։ Նու այնտեղ մարման մասն է կա, բայց հիմնական տոկոսն է։ Բայց Չինաստանը ի պատասխան Տրամպի գործողությունների սկսեց ազատվել, այսինքն վաճառել իր մոտ ունեցած պարտատոմսերը, իսկ իր մոտ բավականին խոշոր ծավալ կա, նվազագույն 745 միլիարդի մասին է խոսքը գնում, այսինքն այդքան պարտք է տվել ինքը Միացյալ Նահանգների գնելով պետական պարտատոմսեր, եւ սկսեց վաճառել դրանք, եւ պարզվեց, որ նաեւ Ճապոնիան է վաճառում, ճիշտ է, իրենք դանդաղ են վաճառում, որտեղ արագ վաճառքը իրենց էլ ձեռք չի տալիս, որտեղ արագ վաճառելու դեպքում դրանց գինը կտրուկ կընկնի, իրենց ձեռքի ունեցած այդ գումարներն էլ, այդ պարտատոմսերի արժեքներն էլ կնվազեն եւ ավելի քիչ շահույթ կստանան վաճառքից, հա։ Բայց այդ դանդաղ վաճառներն էլ բերեց նրան, որ միջազգային ուրեմն կապիտալները սկսեցին խուսափել այդ պարտատոմսերը գնելուց, այսինքն հասկանալով, որ դրանց գինը կարող է ընկնել։ Իսկ եթե գինը ընկնում է, նշանակում է եկամտաբերությունը ավելանում է, այսինքն Միացյալ Նահանգները պատրաստ է լինելու, ստիպված է լինելու, պատրաստ լինել ավելի բարձր տոկոս վճարել իր պարտատոմսերի համար, որ այդ փողը գա իրեն պարտք տան, հա։ Եվ էլի սկսեց բարձրանալ 4.25 հասավ ավելի տոկոսը, այսինքն կամաց մոտենում է միջև այս տարիֆների հայտարարման բանին։ Այսինքն միշտ այն ինչ որ եղել է նախկինում, այդ կատակլիզմների ժամանակ դոլարի ուժեղացում, Միացյալ Նահանգների պարտքի սպասարկման տոկոսի նվազեցում, Միացյալ Նահանգների ըստ էության ազդեցության ավելացում, հիմա հակառակն է տեղի ունենում։ Եվ այն, որ կտրուկ անկում ապրեցին համաշխարհային շուկաները տարիֆների հայտարարության հետո, ինչը բերեց դրան, որ Տրամպ միանգամից հետքայլ արեց եւ 90 օրով հետաձգեց տարիֆների կիրառումը, բացի այն 10% բազային տարիֆից, որը բոլորի վրա մնաց, իդեպ Հայաստանի վրա նաև, բայց այն, որ ինքը, տեսեք, նույնիսկ ինքը բավականին այսպես տգեղ լեքսիկոն օգտագործեց, որ գալիս են, խնդրում են ինձ եւ այլն ուրիշ բաներ էլ ասեց, հա, այդ եղեկավարների մասին միայն թե հրաժարվեն այդ տարիֆներից եւ այլն, հա, բայց ինքը դա ինչի համար արեց, որպեսզի ուշադրությունը շեղի իր հետ նահանջից, իր հետ քայլից, որտեղ դա հարված էր իր հեղինակության եւ Միացյալ Նահանգների հեղինակության, այսինքն ինքը վախեցավ, որ կարող է իրոք շատ ավելի լուրջ ճգնաժամ տեղի ունենալ, ընդ որում այնպիսի ճգնաժամ, որը այս անգամ արդեն Միացյալ Նահանգներին չի բերելու հզորություն, ոնց որ միշտ էր նախկինում բերում։ Իհարկե դեպրեսիան չեն քաշվում, մեծ դեպրեսիան 20-ականների անցած դարի, 20-ական 30-ականների դա 10 քանի տարի տևեց եւ դա իհարկե Միացյալ Նահանգներին շատ թուլացրեց
Եվ միայն երկրորդ համաշխարհային պատերազմը թույլ տվեց վերականգնել իր արդյունաբերությունը, որտեղ հսկայական պետական պատվերներ եղավ ռազմական արդյունաբերության վրա, հետո էլ Մարշալի պլանով արդեն սկսեց ապրանքներ արտադրել եւ լցնել Եվրոպա, որը իր տնտեսությանը աշխուժացրեց եւ զարգացրեց եւ իրեն դարձեց հեգեմոն Միացյալ Նահանգներին։ Հիմա այդ ամեն ինչը հակառակ ուղղությամբ է գնում եւ Տրամպը արդեն հասկանում է, որ ինքը չի կարող բոլոր ճակատներով պատերազմել։ Եվ հիմա Չինաստանի դեմ առևտրային պատերազմը, որը կարող է նաև անցնել ավելի վատ տեսակի պատերազմի, հա, ընդ որում Չինաստանը ասում է, մենք պատրաստ ենք ցանկացած տիպի պատերազմի Միացյալ Նահանգների հետ, ակնարկելով նաև Թայվանը, իհարկե, որովհետև իրենք նաև արդեն զինավարություններ են անում Թայվանի շուրջ եւ այլն, եւ հիմա ունեն արդեն բավարար ռեսուրսներ իրենց սեփական ուժերով Թայվանը գրավելու կամ ազատագրելու, ոնց կուզեք, որովհետև իրականում Թայվանը նույն Միացյալ Նահանգները չեն ճանաչել որպես անկախ պետություն, հա, ինքը համարում են Չինաստանի մաս, բայց որը պետք է այդ խնդիրը լուծվի բանակցություններով, հա, իրենց հարաբերությունները կարգավորվեն։ Բայց մի հատ էլ Իրանի դեմ պատերազմ սկսեր անկանխատեսելի հետևանքներով, իսկ այդ հետևանքները լինելու են այն, որ նավթի գները կտրուկաճելու են, որտեղ Իրանը ասել է, որ եթե այդպիսի բան լինի, ինքը սկսելու է հարվածել նաև տանկերներին, այդ ամբողջ առողջարաշրջանառությունը թիրախավորելու է, խուսիտները իրենց այն չընտրլո-հալով ներողություն արտահայտությունից համար կարողանում են էապես նավթի գների վրա ազդել, խոչընդոտել աշխարհային առողջարաշրջանառությունը, Իրանը, որ իր քթի տակով է անցնելու այդ ամբողջը հսկայական սպառազինությունների արսենալ ունենալով ինքը կարող է միանգամից միջազգային շուկաները պայթեցնել ուղղակի, որտեվ եթե իրեն կործանելու պատերազմ է սկսելու Միացյալ Նահանգները, իսկ այդ պատերազմը իհարկե անկախ նրանից որ չի լինելու ցամաքային, որևէ երկիր հիմա չի ուզենա մտնի զորքով Իրան, որտեվ չի կարող հաղթել ուղղակի Իրանին, դա կարող է, բայց այնպեսի Միացյալ Նահանգները օրինակ եթե շատ ուզենա, բոլոր ռեսուրսները այդտեղ գցի, բայց այդ բոլոր ռեսուրսների համար պետքա միտեղ կենտրոնանա, ինքը չի կարող համ Չինաստանի դեմ առևտրային պատերազմ սկսի, համ Եվրոպայի դեմ առևտրային պատերազմ անի։ Դե հեռահար հարվածներով։ Հա, միակ բանը լինելու էր հեռահար հարվածները, բայց դա էլ կարող է բերեր եւ մենակ հեռահար հարվածները չէ, իհարկե նաեւ սանկցիաների ավելացումներ լինելու, որտեղ արդեն օրինակ Չինաստանի վրա անուղակի Չինաստանի վրա, բայց հիմնականում այսպեսի վերջերս սանկցիաներ կիրառեց բոլոր նրանք, ովքեր որ իրանական նավթ են առնում, ամերիկյան սանկցիաների տակ են ընկնելու հիմնականում բանը Չինաստանն է առնողը։ Կարող էր ծնկի բերել Իրանի տնտեսությունը, բայց Իրանն էլ այդ դեպքում առավել եւս եթե դա ուժգործվի ռազմական գործողություններով ինքը պատասխան հարված էր հասցնելու։ Դա բերելու էր քաոսի։ Ընդհանրապես երբ որ ասում են, որ հիմա Տրամպը կիրառում է կառավարելի քաոսի տեսություններ եւ այսպես ինչ որ գերագնահատում են պարոն Միացյալ Նահանգների նախագահի կարողությունները եւ ես այստեղ կարող եմ վստահ պնդել, որ այն բոլոր պնդումները, որ սա հաշվարկի վրա հիմնված է, իրեն մեզ թվում է, թե ինքը այսպես խելակորույս քայլեր է անում, բայց այս լրիվ տեսեք ինչ հետևանքներ կբերի, մենք չենք պատկերացնում։